Կան գլխավոր նրա անկեղծությունը։ Նա ասում է, որ նոյեմբերի շրջանակներում Ադրբեջանը մեզանից պահանջել է, որպեսզի Մեղրիով անցնող երկաթուղին, որ Ադրբեջանը պետք է կապի ուրեմն Նախիջևանի հետ, Բաքուն պահանջել է, որ տեղակայվեն երկաթուղի երկու կողմերում ռուսական զորքեր։ Եթե իսկապես ճիշտ է Արարատ Միրզոյանի պնդումը, ապա առաջին տրամաբանական հարցն է առաջանում։ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը մի քիչ ավելի բարենպաստ լուծում էր ռուսական վերահսկողության ենթադրում, քան Արարատ Միրզոյանի նկարագրածն է։ Հապա ինչու եք այդքան ապաշնոր բանակցել, որ Ադրբեջանը ավելին է պահանջել, քան նկարագրված էր փաստաթղթում, սա մեկ։ Երկրորդը Արարատ Միրզոյանը անուղղակի խոստովանություն է անում, մյուս կողմից գուցե մի քիչ ճոխացնելով պատկերը, եւ փաստորեն իր շուրթերով անուղղակի խոստովանում է, որ իրենք նոյեմբերի 9-ի 9-րդ կետին հակադրվել են, քաշ գիտակցելով, որ դրա գինը լինելու է Արցախի կործանումը։ Արարատ Միրզոյանի այս խոստովանություն, ինքնախոստովանություն առանձնապես մի մեծ նորություն չի, որովհետև այս տարվա օգոստոս 23-ին անկախության հռչակագրի 35-րդ տարեդարձին նվիրված իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը արդեն խոստովանել էր, որ կարող էին, բայց չկանխեցին 44-օրյա պատերազմը, որովհետև ստրատեգիական խնդիր ունեին հաշտվելու Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Իսկ նա ըստեյության ասել է գիտակցաբար գնացել ենք Արցախի կործանմանը, որպեսզի մի կողմից թոքից ազատվենք, այսինքն Ռուսաստանից հասկացեք, մյուս կողմից կարողանանք հարաբերություններ ունենալ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Եվ երրորդը, եթե 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ դրանից հետո Ադրբեջանը նման պարամետրերով է պատկերացրել Սույնիկով անցնող ճանապարհի շահագործումը, հիմա դիսբալանսը հայ-ադրբեջանական ուժային դիսբալանսը ավելի է խեղված ի վնաս մեզ, այդ կնշանակի, որ թրիփի շահագործումը Ադրբեջանը առնվազն նման պայմաններով է պատկերացնում, եթե ոչ ավելի մեզ համար ոչ բարենպաստ տարբերակով։ Հետևաբար Արարատ Միրզոյանը անուղղակիորեն խոստովանում է, որ Վաշինգտոնում թրիփի նախագծին համաձայնության տալով ըստ էության Ադրբեջանի շահագործման պայմաններին է նաև համաձայնություն տրվել, որտեղ տրամաբանություն չկա, 5 տարում Ադրբեջանը Հայաստանի համեմատ ավելի ուժեղացել է, ոչ թե թուլացել է, եւ ինչու պիտի իր այդ հավակնոտ օրակարգից հրաժարվեր։ Իհարկե։ Մանավանդ, որ հայկական կողմի կռվանդներն էլ կամ դիվանագիտական առևտուր անելու խաղաքարտերը ավելի թուլացած են։ Հետևաբար Արարատ Միրզոյանի այս հայտարարությունը կարող եք համարել մի քանի շատ ծանր ու վատ խոստովանությունների համախումբ։